Կերամ ամարացիի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ Մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ X-Factor 4 նախագծի առաջին փուլն արդեն անցած խմբերից Գարիկ Պապոյանն ընտրեց լավագույն 5-ին։ Այս խմբերին միացան հենց նախագծի ներսում նրա ձևավորած եւս 2 խումբ։ Այսպիսով Կիրակի օրը 4 աթոռի մենամարտում կպայքարի 7 խումբ։ Ես ու Մարիամը մոտ 13 տարի արդեն միասին ընկերություն ենք անում ու մի քանի տարի առաջ իրար հետ գիտարով այգում նվագեցինք մեր տան մոտ, կողքի շենք ենք ապրում, 2 ձայնով փորձեցինք, նվագեցինք, երգեցինք, այդպես մարդիկ էին հավաքվում մեր շուրջը, զգացինք, որ ստացվում է մեզ մոտ, որոշեցինք խումբ կազմել եւ ներկայանալ X-Factor։ Հիմնականում երգում ենք pop rock, ալտերնատիվ, այսպես։ Հիմնականում հանդիպում ենք լոֆթում եւ այստեղ ենք փորձեր անում։ Օգոստոսին մրցույթ կար Zenfira-Day, այդտեղ հաղթել եմ ու այդպես ավելի մտերմանալով, այստեղ ավելի հարմար միջավայր է փորձերի համար։ Երբ որ արդեն պարզվեց, որ Գարիկն է մեր ղեկավարը, մեզ միացավ նաև Խաչատուրը, մեր DJ-ն է։ Հայտարարություն կար Facebook-ով, Գարիկը տեղադրել էր իր էջի վրա ու ես այն տեսա եւ արձագանքեցի, մի քանի օրից զանգահարեցին, կանչեցին ինձ շանթ։ Դեն սկսվեց, ծանոթացրեցին իրանց հետ ու սկսեցինք աշխատել։ Իրանց հետ շատ հերթ է եւ հետաքրքիր աշխատել, նրանք շատ տաղանդավոր երաժիշտներ են, չնայած որ չունեն կրթություն երաժշտական, բայց շատ տաղանդավոր են։ Ես էլ չունեմ կրթություն, բայց հուսով եմ, չէ, դե հուսով եմ, որ մի բան կստացվի։ Ես մասնագիտությամբ ապագա ակնաբույժ եմ, սովորում եմ Մխիթար Հիրացու անվան պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսում։ Գիտարի հետ մոտ շուտով 7 տարի կլինի, արդեն գիտարով զբաղվում եմ։ Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ, մանկավար, սովորում եմ Բրյուսովում, առաջին կուրս եմ, դաշնամուր եմ նվագում նաև, իհարկե նոտաներ չգիտեմ, լսողությամբ եմ նվագում։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սովորում եմ Պլեխանովի ռուսական համալսարանում։ Այնքան հետաքրքիր զգացողություն էր այն ժամանակ, երբ ասեցին, որ մենք հնգյակում ենք, իրոք այնքան գնահատված ես քեզ զգում այդ ժամանակ, որ ինչ-որ տեղ զբաղացրել ես դու, թեկուզ փոքրիկ, այնքան եմ ուզում, որ անցնենք 4 աթոռը, շատ կտխրեմ, եթե չանցնենք հանկարծ։ Հուսանք։ She was warm, she came around and she was dignified. She showed me what it was to cry. Խմբի անունն է ալտերնատիվ, միանգամից ասեմ, որ մեզ հարցնում են, թե ինչու եք խմբի անունը դրել ալտերնատիվ եւ նվագում եք ալտերնատիվ ռոք, նախորդ ասեմ, որ դա իրար հետ այդքան է կապ չունի։ Մենք ալտերնատիվ տարբերակի վրա կանգնեցինք, որտեղ շատ հետաքրքիր բան է, որ խմբում 6 հոգի ենք, բայց 6 հոգուց օրինակ շատերը
ես չունեմ գիտար, ես իր գիտարով եմ նվագում, ինքը ընկերոջս գիտարով եմ նվագում, այս սինթեզատորը լրիվ ուրիշ մարդու է, այդպես տարբեր ալտերնատիվ տարբերակներ են գտնում, եւ դրա համար ալտերնատիվ, հա։ Խումբը կազմավորվել է մի տարի առաջ։ Մենք ստեցինք նվագել, cover-ներ էինք անում։ Շատ տեղեր տենց դուրսը նվագում էինք ոնց որ միշտ հավես էր բաներ, միշտ այ մախկանդալը դիցաղալը հնչում են, որ մի քիչ ոչ ստանդարտներին համապատասխան էր այդ ամեն ինչը, բայց շատ հավես էր մեր համար ու մենք չենք մտածում որ սրանք կհասնեն, բայց արի ու տես մենք հիմա մեզ ցույց են տալի X Factor նախագիծը։ Մեզ ընդհանրապես անվանում են Սլավոնական համալսարանի խումբ։ Չհաշված մեր գիտարիստին Ալենին եւ Հայկին մնացածը Սլավոնական համալսարանից են եւ առաջ անգամ այնտեղ են հավաքվել։ Այն է հետաքրքիր, որ հեռուստադիտողի երբ դիտում է, չի հեռուստացույցով, դա ինչ-որ կարճ ինչ-որ հատվածներ են թվում, թե այսօր երգեցին, մի քիչ հետո կերգեն, բայց իրականում շատ փորձեր են կանում, շատ ժամանակ ենք ծախսում, վերևի եւ ներքևի հարևաններին ջղայնացնում ենք։ Եվ այդ ամենից հետո ինձ թվում է մենք ուղղակի պետք է մեր առջև այնպեսի պատասխանատվություն զգանք, որպեսզի մեր մաքսիմումը տանք եւ տեսնենք, եթե Գարեկի դուրը գանք, եթե ինքը հասկանա, որ մեր հետագայում կարող աշխատի, անցնենք, մեկ էլ եթե այսօր Սարգիսը դուրս չգա տնից, ձենդ լավն է, հուսով ենք ամեն ինչ լավ կլինի։ Մի քիչ անհանգստացած ենք մեր վոկալիստի ձայնով, որովհետև այս պահին ձայնը մի թեթև կտրված է եւ շատ ենք վախենում, որ չկարողանա ցույց տալ այն ինչ ինքը կարող է եւ հուսանք ամեն ինչ կշտկվի եւ մենք նորմալ ելույթ կունենանք եւ կանցնենք հաջորդ փուլ։ Հայջի բենդը ձևավորվել է մոտ 2 տարի առաջ, մի քանի կազմի փոփոխությունից հետո հուսով ենք արդեն վերջնական տեսքի ենք եկել։ Կազմված է 2 վոկալիստից, 1 սոլո գիտար, բաս գիտար եւ հարվածային գործիքներ եւ DJ։ Դա Հայաստանում 5 հոգի։ Vet hokey. Մենք սովորաբար ասում ենք, որ մենք չունենք ոչ, որովհետև այս ոճը մենք կարծում ենք, որ նոր է, հիփ-հոփի եւ ռեգի ոճերի խառնուրդը գումարած ֆոլք, գումարած էլեկտրո ինչ-որ տարեր։ Այդպես, ինձ թվում է մեզ պետք է լսել, մեզ հետ անցկացնել մի որոշ 2 ժամ, որպեսզի հասկանալ, թե իրականում մենք ինչ ենք անում։ Աղթել կամ պարտվելու խնդիր ես երաժշտության մեջ երբեք չեմ ունեցել, չունեմ, նամանավանդ որպես հեղինակ, որպես ինչ-որ նոր բան ներմուծող, արդեն ոնց ասեմ, ապրած հիթերի հետ դու արդեն պարտված ես մրցույթի մեջ, հետի մենք այն գլխից հասկացել էինք։ Իսկ որպես այդքան հասկանալով մեկտեղ ընդունվեց, ու անգամ արդեն անցել ենք տասնյակ, հետի շատ մեծ բան է իմ համար։ 4 աթոռի մենամարտին էլի հեղինակային մշակում է, բայց հայտնի երգի։ Չեմ ուզում անուններ տամ, բայց կոնկրետ մարդիկ կան ու կարծիքի իրոք հետաքրքիր է, բայց ընդհանրապես ամենաառաջինը հետաքրքիր է դա հանդիսատեսի արձագանքն է։ Ակնկալում ենք ուղղակի նոր ծանոթություններ, նոր մարդկանցից ինչ-որ բաներ սովորելու ու եթե մեր ուժերից գալիս է մենք ինչ-որ բան տանք մարդկանց, այդքան բան։
զանգ եկավ ինձ Շանթից ու ասացին, որ հաջորդ օրը այս ժամին ես գամ Շանթ ու միացրեցին տղաների հետ Արտակի եւ Գորի։ Անցանք տասնյակ, հետո մեզ միացրեցին Արուսիկին, նվիրեցին սենց ասած ու Արուսիկը մի հատ լույս բերեց մեր խումբ։ Ինքն մեր պակասն, որ ասում եմ համու հոտներ, որ եկավ ավելացավ ու շատ ուրախ եմ այդ փաստի արդիվ, շատ որ Արուսիկը մեզ ավելացավ։ Կապ չունի մենք կանցնենք այս փուլը թե չենք կանցնի, ես վստահ եմ որ մենք կշարունակենք Արուսիկի հետ հետո շարունակել մեր գործունեությունը ու եթե Արուսիկի իհարկե համաձայն է, մենք հաստատ լիքը բաներ կանենք Արուսիկի հետ հետո։ Իհարկե։ Աշխարհի ամառը աշունը ձմեռը գարունը դեպի դուրը գկոդուրը ադամի դեպից ռոմեո ջուլետի Մենք մինչև հիմա աշխատել ենք R&B ժանրի մեջ։ Հիմա կոնկրետ մեր մյուս գործը, որ մենք պետք է երկենք 4 հատոր փուլի համար pop ու R&B էլի ու իմ կարծիքով ահագին հետաքրքիր է ստացվում։ Ճիշտ է, ես որպես սոլո երգչուհի ինձ ավելի շատ եմ սիրում, բայց ոչինչ յոլա կտանենք Էմանուելին, էլի տենց հիմա տենց երգում ենք։ Ամենամեծ X Factor-ի ճակատագրական սխալը Մարիամին գցեցին իմ հետ, չգիտեմ խի։ Գալիկը ասում էր ես ուղղակի ոնց էր ասել, չէի փշակաղվել այն փաստից, որ Էմանուելի հետ եմ։ Նենց չի որ ասեք Բրյուս Լիի ռեինկարնացիան եմ դու պետք է փշակաղվեր ինձ տեսնելուց։ Պրոստը կարելի էր խոսքի ասին զուտ որ երկրորդ շանս էր տրվել, դրա համար ասենք ուրախանալ։ Պրոստը։ Երևի հիմնականում R&B, բայց ընդհանուր ոչ միայն R&B, այլ ամեն ժանրի մեջ էլ անելու ենք, կաշխատենք հարմարում ենք նախագծին։ Մենք հաստատ հաղթելու ենք, ոչ տարբերակ չկա, ուղղակի ես գիշերներով չեմ գնա որ պարտվենք, չկա տենց բան։ Պետք է հաղթենք անպայման։ Ես գիշերներով հանգիստ քնել եմ, որ հաղթենք։ The Steps բենդը ձևավորվել է մոտ 5 ամիս առաջ, հենց նախագծի սկզբից հայտագրումից հենց մոտ երևի 2-3 շաբաթ առաջ։ Շատ պատահական ստացվեց, հավաքվեցինք երաժիշտներ, որոնք մասնակցությամբ ոչ բոլորն են երաժիշտ, օրինակ Հովանեսը սոլո գիտար, էկոնոմիստ է, թե չեմ սխալվում։ Նույնն էլ Արմանը հարվածային գործիքների։ Ստեղնաշարը Սևոնա, որ ինքը սովորում է հենց կոնսերվատորիայում, բացառություններից մեկը։ Մի հատ հենց բացառություն ունենք սաքսոֆոն նվագող, էլի կոնսերվատորիայում է սովորում Հարութը։ Ես էլ ինչքանով որ տարօրինակ կանչի ժուրնալիստ եմ։ Ընդհանրապես խումբը սկզբնապես որոշել է աշխատել հիմնականում ջազ, ֆանք, բլյուզ ոճերում, բայց այդպես ոճային սահմանափակումներ առհասարակ չունենք, որտեղ աշխատում ենք առհասարակ ներկայացնենք որակյալ երաժշտություն։ Ես չանցա աղջիկների տասնյակ, բայց շատ էի ցանկանում անցնել ու Գարիկը ինձ խմբերում աշխատելու հնարավորություն տվեց։ Ես շատ շնորհակալ եմ նրանց դրա համար ու հուսամ կարդարացնեմ իր սպասելիքները։ Թամարան ճաշակային եւ ոճային շատ համապատասխան էր Steps Band-ին, դրա համար միանգամից երաժշտական ընդհանուր լեզուն գտանք։ Դրա առաջիկա նպատակը հենց հաջորդ փուլի լավ ելույթն է, որպես ինչ-որ թվում կարողանանք ներկայացնենք այն աշխատանքի արդյունքը, որ մենք բոլորս կատարել ենք։
ընդհանուր նպատակները հաշվի առնելով, որ հավաքվել են բավական տաղանդավոր ու շատ որպես մարտեսակ, հա, շատ հետաքրքիր մարդիկ, հույսով եմ, որ կարողանանք նաև ապագայում ինչ-որ մի կարևոր փոփոխություն անել նաև երաժշտության առասարակ ոլորտի մեջ։ The Steps Band-ը 4 աթոռի մենամարտին կներկայանա 2 կազմով։ Մյուս կազմում Թամարայի փոխարեն Ռաֆայել Բադալյանն է, ով նույնպես չէր ընդգրկվել տղաների տասնյակում։ Ռաֆայելը The Steps Band-ի հետ կկատարի Շիրխանի երգը նոր մշակմամբ։ Եվ միայն Գարիկ Պապոյանի որոշումից է կախված՝ կմնա արդյոք The Steps Band-ը նախագծում Ռաֆայելի կամ Թամարայի հետ։